Ողջույն Գյումրի, ողջույն Շիրակ, ողջույն սիրելի հայրենակիցներ։ Մինչև բուն խոսքիս անցնելը քիչ առաջ մի դեպք եղավ, որի մասին Գյումրիում ենք պետքա պատմեմ։ Մեր Գյումրի ազատամարտիկներից մեկը Գյումրուն հարիր հումորով, սև հումորով, որը նաև իրականությանը շատ մոտ է, ազատամարտիկ ընկերներից հիշեցնեմ, ասեց առավոտ, որ մտել էի խանութ, հաց առնելու անընդհատ մտքիս մի բան էր գալի, որ էսա դախլու տակից մի հատ դուս պրծուկ է դուս թռնելու, ասի ծո պատերազմի վաղտ, ես խիչ ես զովը, ես ինչ ես սաղ, էդ քեզ փող որտեղից այդ թալանչի, որ հաց ես առնում։ Ժորժան, ես դառ իրականություն է, ու ես խոսքը Հայաստանի Հանրապետության վարչապետի մասին է, այսօր Ռուպրը ձերքին ընկել է Երևանում փողոցներում, ես քանի օրն էլ ստեղ է գալու, զգուշ կլնեք, շարից փորձանքից հեռու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեսնում է, հարձակում է վրները, ասում է, այս ինչ է դուք սաղ մնացել, չեմ կարած ես կանից սպանել պրսնել, ես է իրականությունը։ Ժորժան, անդրադառնամ սրա մի քանի այս օրերի հայտարարած ստերին, սուտ առաջին, ասում է, եթե ես ընտրվեմ կլինի խաղաղություն, եթե ես չլինեմ, տեղի ունենա իշխանափոխություն, լինելու է պատերազմ, ժոր դա սուտ է, եթե ինքը մնա լինելու է պատերազմ ու երաշխավորված պարտություն։ Հաջորդ սուտը, առավոտից իրիկուն տարածում եմ, որ եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, իշխանության գան այլ ուժեր, բոլոր քաղծառայողներին աշխատանքից հեռացնելու են։ Սուտ է դա, նման բան չի լինելու, դա վերաբերում է բացառապես ՔՊ-ի վերնախավին, ու ոչ միայն հեռացվելու են, այլ դատվելու են իրենց հանցագործությունների համար։ Երրորդը, ասում է, եթե Հայաստանում լինի իշխանափոխություն, այլևս ժողովրդավարություն չի լինելու, լինելու է բռնություն։ Սուտ է ասում, ինքը ժողովրդավարության հետ կապ չունի, ինքը ժողովրդավարության թշնամին է։ Ինքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից գողացել է նաև ընտրելու եւ ընտրվելու իրավունքը։ Դրա վառ ապացույցը նաև այսօրվա ձեր քաղաքապետն է, որը գտնվում է անազատության մեջ, եւ Շիրակի թեմի առաջնորդը, որը գտնվում է կալանքի տակ։ Ազատություն բոլոր քաղ բանտարկյալների։ Հաջորդը, ասում է, եթե իշխանափոխություն լինի, պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը նվազելու են։ Սուտ է ասում, իշխանափոխությունից հետո պայմանագրային զինծառայողները շատ ավելի բարձր են վարձատրվելու իբրև հայրենիքի պաշտպաններ։ Հաջորդը, ասում է, որ ես ձեզ տանում եմ Եվրոպա, եթե իշխանափոխություն եղավ, դուք այլևս Եվրոպա չեք գնալու։ Սուտ է ասում ժողովուրդ, ինք ուզում է ձեզ տանի Թուրքիա, մենք դրա դիմացը առնելու ենք, իսկ Եվրոպայի հետ ունենալու ենք կայուն եւ զարգացող հարաբերություններ։ Եվ վերջինը, այդ որ ասում է, ես հավատացյալ եմ, քրիստոնյա եմ, սուտ է ասում։ Քրիստոնյա հավատացյալ մարդը չէր կարող, այդ կարգի պայքարեր հայ երկար կարելի է սրանց ստերի մասին խոսալ, սրանց բերած չարիքների մասին խոսել, բայց այս ամեն ինչը պետքա կտրենք, մեկ անգամ եւս դիմում ենք ձեզ, մեջքի կաննենք, թեվ-թևի տանք, իրար կողքի կաննենք, միասնաբար, թասիբով, ոնց որ այս քաղաքում ՔՊ-ի քոկը կտրել եք, հիմա ուզում են բազմանան, վերջնականապես կտրենք այդ չարիքը եւ երկիրը դուրս բերենք այս իրավիճակից։ Համաձայն եք։ Կարող ենք։ Միասին։ Կարող ենք։ Միասին։ Ձեր ցավը տանեմ, լավ ալնելու։